Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ։ Անցյալ օրը ընկերներս Երևանից լավ լուրեր տվեցին, ասեցին, որ ուժեղ քամի ա եղել, այդ ամբողջ կեղտոտ օդը մաքրել տարել ա եւ օդը մաքրվել ա քաղաքի եւ Արարատ լեռը լավ երևում ա։ Ես շատ ուրախացա, բայց ընկերներս նաեւ ասեցին, որ մարդիկ տակավին վառում են իրենց աշտանային տերևները։ Հիշում եք մի քանի օր առաջ եսի մեջում ձայնագրություն էի դրել, որ այս աշտանային տերևները, որ այս ծառերի տակից թափում են, սրանք շատ կարևոր եւ արժեքավոր բարարտանյութ են, սրանք սևահող են դառնում։ Սրանք կարող եք այսպես հավաքել, շատ հեշտ է դնել ու վառել, բայց վառելու փոխարեն դուք էսի կարող եք ձեր հողամասում միտեղ սենց ուշկա անեք, վրան ջուր լցնեք եւ ինքը մյուս տարի այս ժամանակ աշնանը կդառնա ձեր համար շատ արժեքավոր սևահող պարարտանյութ։ Հիմա դուք դրա կարիքը կարող եք ունեք, բայց մյուս տարի դրա կարիքը ունենալու եք։ Ես այս ձայնագրության կոմենտների բաժնում սիրելի բարեկամներ կդնեմ այն նախորդ երկար ձայնագրությունը, որտեղ որ մեր եղբայրներից մեկի հետ միասին այդ process-ը ամբողջությամբ ցույց ենք տալիս եւ դուք կարող եք նայել, պարզապես այս տերևները հավաքեք, այսինքն ծառի տակից, համ կանաչ խոտը մաքուր կլինի, համ էլ այս տերևները ձեր համար կդառնան սևահող պարարտանյութ, պարզապես վրան ջուր ավելացնելով։ Եթե ուզեք, կարող եք նաեւ ավելացնել այս արագացուցիչ, որը խանութներում վաճառում են ընդամենը 600 դրամ բանը կոմպոստ ուսկարիծել եւ ինքը կդառնա ձեր համար կօգնի, որ արագ գալող տարի աշնանը այս ժամանակ ինքը ձեր համար դառնա սևահող։ Գիտեք, սա նույնպես կարևոր հոգեվոր հարց է, պարզապես գյուղատնտեսական հարց չի, որովհետեւ առաջի պատվիրանը Աստված որ տվեց Ադամին ու Եվային, ասեց հոգ տարեք երկրի համար, իշխեք երկրի վրա։ Իսկ իշխել նշանակում է հոգ տանել երկրի մաքրությանը, իշխել նշանակում է հոգ տանել երկրի օդի մաքրությանը, որովհետև դա մեր բոլորի ընդհանուր տունն է, հայրենիքը, պետությունը, որ Աստված տվել է մեզ բոլորիս։ Ինչպես որ մենք իշխում ենք մեր տներում, մեր տները մաքուր է, կոկիկ է, մարդ է գալիս, խառնվում ենք իրար, մաքրում ենք, որպեսզի տունը մաքուր լինի, նույնպես է մեր հայրենիքը, մենք պետք է այնպես անենք, որ օդը մաքուր լինի, քաղաքը մաքուր լինի եւ սա սկսվում է նաեւ ծխախոտը, եթե ծխում եք, հանկարծ չգցեք գետիներ, որովհետեւ մեր ընդհանուրի տունն էլ լիքը մարդ են գալիս արտասահմանից, բայց նաեւ որպեսզի մեր ոտի տակ մաքուր լինի։ Դե լավ եղեք սիրելի ժողովուրդ, Աստված օգնական եւ պահապան եւ Փառքոր եւ Որդվո եւ Հոգու Սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։